Մեզ ու կամքի համացայն, որպեսզի մեր կյանքով փառավորենք քեզ, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի, այժմ եւ միշտ եւ հավիտյանս Սավիդենից։ Ամեն։ Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ աղբա, որ այն է ծարվածն մեր, որ միամես, Սուրբ Աստված, Սուրբ եւ հզոր, Սուրբ եւ աղբա, որ այն է ծարվածն մեր, որ միամես, Սուրբ Աստված, եւ հզոր, Սուրբ եւ աղբա, որ այն է ծարվածն մեր, որ միամես։ Փրկելս մեզ ի փորձուտենե եւ ամենայն վտանգից ներոց, եւ եւս խաղաղությանս դեր աղաչեսու, բասն լսելի լինելով դիարն Աստուծո ցանի աղաչանած մերոց, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին եւ իջանելով ի վերամեր ողորմության եւ կտության դիարն Աստուծո ամենագալ դեր Աստված մեր գեցո եւ ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, ով երտնավոր Հայր, գաղութենք եւ կխնդրենք քեզ մեր, որ յուրաքանչյուրիս սորվեցնես եւ մեր շրթներուն վրա թրոշմես աղտանակի այն երկը, որ պետք է երկենք քեզի համար։ Օրհնության երկ, փառաբանանքի երկ, շնորհակալության, այն բոլոր աշխատանքներուն, այն բոլոր բարիքներուն, այն մեծ գործին, որ դուն ցուցաբերեցիր մարդկության նկատմամբ։ Սորվեցու մեզ այդ երկը, սորվեցու մեզ այդ երկի բարերը, որպեսզի մենք կարողանանք այդ երկը երգել եւ մանավանդ այդ երկը լսելի դարձնել, վկայելով քու սրբությանդ, վկայելով քու պատրաստած փրկությանդ մասին։ Որպեսզի ոչ թե միայն մենք իմացածը լանք, այլ նաեւ ամբողջ աշխարհին ցույց տանք, ինչպես դու ինքդ պատրաստեցիր քո աշակերտներդ եւ ղրկեցիր աշխարհ, որպես նաեւ այդ վկայությունը տային աշխարհին, որպեսզի խավար աշխարհին մեջ սփռեին քու լույսդ, որպեսզի անհամ աշխարհին մեջ սփռեին քու համեմունքդ, աղդ, որուն համար է որ գանչեցիր քո առաքյալներդ եւ այսօր ալ մեզ գանչածես յուրաքանչյուրս դառնալու մեկ առաքյալներ։ Ուստի մեր աղոթքը եւ խնդրանքն է, որ մեզ պատրաստես ըստ այնը, նախ սորվեցնես, որ մենք կարենանք երգել այդ երգը, ապա կարենանք նաեւ լսելի դարձնել այդ երգը մեր շրջապատին։ Մանավանդ այսօրվան աշխարհի այս տրվածքին, ուր անորոշությունը, վախը, սարսափը, անվստահությունը, անհավատարմությունը եւ անհնազանդությունը քեզի հանդեպ ուրիշ բան չեն, եթե ոչ նշաններ, թե մարդը որքան հեռացած է քեզմե։ Եվ ամեն անգամ որ քեզմե կհեռանանք, անոր արդյունքը կտեսնենք մեր ամենօրյա կյանքի մեջ։ Քեզմե կհեռանանք, անձնական քայքայումներ պիտի ունենանք։ Քեզ մեկ է հեռանանք, ընտանիքները պիտի քայքայվին։
Կես մեկ երանանք բարոյական անգումներու մեջ է որ գաբրինք։ Հետևաբար գաղութենք և կխնդրենք, որ քո այրական սերդ և հոգացությունըդ, որ ընդմիշտ ցուցաբերած ու դակավին կցուցաբերես, կխնդրենք, որ այսօր ացույց տաս մեզ։ Եվ թող որ այս սերդողությունները իրապես ըլլան արիտ, հոգևորապես աճելու, հոգևորապես պատրաստվելու, հոգևորապես լեցվելու ու Սուրբ Հոգի շնորհներով, որպեսզի կարենանք նաև այդ շնորհներում պտուղները տալ նաև մեր շրջապատին։ Ուստի գաղութենք և կխնդրենք, որ այս սերդողություններու ընթացքին իմաստություն տաս յուրաքանչյուրիս, խոսողին, լսողին, թիդողին, հետևողին, իմաստությունը դուր, որպեսզի կարողանանք մենք այս պատգամները ոչ թե միայն լսողի թերի մեջ լալու, այլ այդ պատգամները նաև քաղելու մեր հոգևոր սնունդը և այդ պատգամներով նաև պատրաստվելու ու երկրորդ քալուստի թիմավորության։ Թող իրապես այս սերդողությունները ըլլան արիտ մեր հոգևոր գանթեղի մեջ հավելյալ ցեր ունենալու, որ հանգարց եթե բադայի որ դու ուշացար, որ պիտի չուշանաս, պիտի կաս այդ ժամանակին ինչ-որ որոշված է։ Բայց երբ արդնանք քեզ դիմավորելու, կարողանանք մեր հոգևոր գանթեղները վարել, լուսավորել, քեզ դիմավորելու համար։ Ուստի ցետ է պետք, հավելյալ ցետ։ Թող այս սերդողությունները արիտ ըլլան այդ ցետի ապահովման։ Ուստի այնպես մրե, որ այստեղ կալով մեր մտքերը բանաս, ականջները, մեր սրտերը, հոգիները, որպես ինչ որ պիտի լսենք իրապես, որ թուն է որ կխոսիս, թուն է որ կպատկամես, թուն է որ կսորվեցնես, և լսենք այնպես մը, որ գարենանք նաև այդ հոգևոր սնունդը ապահովել։ Այս այրտով նաև գաղութենք և կխնդրենք, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք աղոտ կխնդրեն հիվանդության բժշկության, մխիթարության, ընտանեկան համերաշխության, դժվարություններու մեջ են, անորոշության մեջ են, վախի ու սարսափի մեջ են, կխնդրեն, որ քու ներկայությանպդ, ու հայրական սիրովդ, հոգացությանպդ, ու մանավանդ ու զորությանպդ բժշկես յուրաքանչյուրը։ Ֆիզիկապես, հոգեպես, մտային, ինչպիսի դժվարություններու մեջ որ ենք, որ թուն մեզ մե ավելի լավը գիտես, մեր խնդրած են և մեր իմացած են ավելին, ու միան ողորմությունըդ կխնդրենք, քու սերդ և հոգացությունըդ, ուստի ողորմիր, յուրաքանչյուրին ողորմիր, և ողորմությունըդ խնդրելով գսենք, Դեր
Դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, իշյա դեր եւ ողորմյա։ Ձեր բոլորի աղոթները լսելի եւ ընդունելի լան։ Եվ ինչպես Սամոսներում մեջ գրված է, խոնարեցուր ագանչըտ եւ լսե մեր խնդրանքները գսե Սամոս 2։ Նույնպես այսօր խնդրենք Աստծուց որ խոնարեցնե իր ագանչը եւ լսե մեզ մեր յուրաքանչյուրին աղոթքները, աղոթք որպես հավաքական, աղոթք որպես անձնական, անհատական, ինչպիսի Զանրություն, դժվարություն, նեղություն, կամ ինչպիսի հոգսեր որ ունենք, խնդրենք Աստծուց որ իր ողորմությամբ նայի մեզ մեր յուրաքանչյուրին։ Մենք այսօր կշարունակենք 96-րդ Սամոսն ենք արդեն հասած, որպեսզի միտքերը գաբեմ 95 եւ 96 Սամոսներում։ Անձնակամի մենք փորձեցինք տեսնել 95-րդ Սամոսը, որ կխոսեր պարապանության մասին։ Պարապանեցեք Տերը, օրհնապանեցեք Տերը, իսկ ուներ նաև երկրորդ բաժինը եւ այդ երկրորդ բաժինը հիշեցում էր։ Հիշեցում էր այն երևույթին, թե չլա նմանիկ ձեր նախահայրերուն, որոնք զիս փորձեցին անապատի մեջ։ Այլապես անոր հետևանքը ուրիշ բան չէ, եթե ոչ այն խոստումը, որ դրված է, այդ խոստումեն զրկվի։ Եվ այդ խոստումը նաև գդակ է իմիջա, բարձրապես խոստումը չէ, խոստում, բամը խոստանա։ Այդ խոստումի մեջ նաև կա գդակ, այդ գդակ հասկացողությունը կնշանակի հարստություն, որու մասին Պողոս Արաքյանն է որ կխոսի։ Գսե, երբ որ կա գդակը, նաև կա մեկը, որ այդ գդակը քրած է։ Նաև կա մեկը, որ այդ գդակեն պիտի օգտվի։ Գսե այնքան ադեմ որ այդ գդակադերը դակամին չէ մերած, այդ գդակը իզորու չէ։ Պետք է որ այդ գդակը քրողը մեռնի, որպեսզի այդ գդակը փոխանցվի, չէ՞։ Եթե ես այսօր գդակ եմ քրած իմ երեխաներուս, իմ զավակներուս, իմ ունեցած հարստությունս, այնքան ադեմ որ ողջ եմ, այդ գդակը կմնա այնտեղ։ Միտք բանին այն է, որ Քրիստոս պետք էր որ խաչվեր, որպես մեռնի, մահացած, մեռնի, որպեսզի այդ գդակը իզորու դառնա։ Եվ այդ գդակը հարստություն ուրիշ բան չէ, եթե ոչ հավիտենական կյանքի ժառանգությունն է, որում Պողոս Արաքյան կխոսի պետք է որ այդ գդակը, որպեսզի իրակորձվի, որպեսզի փոխանցվի, պետք է որ մեռնի, մահ պատահի։ Եվ ಅದոր համար Քրիստոս այդ մահն է որ կճաշակե։ Եվ սակայն այդ բոլորը ուրիշ ինչ կուտային, եթե ոչ ըսելու համար թե Աստված խոստում մտավ, եւ այդ խոստումը ինչ էր այդ գդակին փոխանցումն էր, այդ հարստության փոխանցումն էր։ Գսե երբեք հավատարիմ չմնաս եւ նմանից ու նախահայրերուդ, որոնք զիս փորձեցին անապատի մեջ, պիտի զրկվիս այդ խոստումեն։ Այսինքն պիտի զրկվիս ինչ են այդ հարստութենեն։ Պիտի զրկվիս ինչ են այդ հավիտենական կյանք մուտք կորցելեն։ Այնպես ինչպես Պողոս Արաքյան գսե Գորընթացիներու նամակի մեջ եւ շատեր գսե չմտան խոստացված երկիր։ Ինչու չմտան։ Ժամանակը չունեին մտնելու, չէ, ժամանակ ունեին մտնելու, բայց որովհետև հավատարիմ չմնացին, որովհետև հնազանդ չեղան, որովհետև հագարագեցան Աստուծո գամքին, Պողոս Արաքյանի բացատրության փարերով գսե եւ շատեր անապատի մեջ դարդղնվեցան, կնշանակի անապատի մեջ ծիրուցան եղան, մեռան եւ չհասցուցին մինչեւ խոստացված երկիր։ Երբ որ կգարտան Ելից գիրքը հստակորեն մեզի կներկայացնի այս ամբողջ անցուդարձը, թե ինչ տեղի ունեցավ Եգիպտոսի ելքեն 40 տարիներու անապատային թափարում է եւ հետո խոստացված երկիր եւ գսե միայն քիչերը մտան խոստացված երկիր։ Հեսու եւ իր հետ ևող մարդիկը, այնպես ինչպես նույն Քրիստոսի խոսքերն են, շատերն են գանչված, քիչերն են ընտրված։ Հետևաբար այս բոլորը զգուշացում են, որ 95-րդ Սամոսը նախ պատրաստեց միտքը, ինչու պետք է փառք տալ Աստուծո, ինչու պետք է օրհնապանել Աստված, մանավանդ 95-րդ Սամոսի հովանտագությունը հատուկ է ժողովրդի հետ կապված։ Եվ ով է այդ ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդն է, որտեղ երկրորդ բաժինը այդ է որ ցույց կտա, ովքեր էին այն նախահայրերը, որոնք զասված փորձեցին անապատի մեջ։
Իսրայելացիները Եգիպտոսեն ելած այդ իսրայելացիները որպես ստրուկ Գաբրեին Եգիպտոսի մեջ ելան Եգիպտոսեն անցան Կարմիր ծովը մտան անաբադային թափառումներ ընթացին եւ մնացին այնտեղ 40 տարիներ մինչեւ որ հասավ բահը որ մտնեին խոստացված երկիր եւ այդ միջոցին էր 40 տարիներու միջոցին էր որ ոմանք հագարագեցան շինելով ոսկիե հորթը ոմանք հագարագեցան հաց ուզելով դրդնչացին թշկոյեցան չուր ուզելով լորամարքիներ միս ուզելով թշկոյեցան ասելով մենք Եգիպտոսի մեջ ավելի լավ կյանք մգաբրեինք եւ դու մեզ դուրս հանեցիր Եգիպտոսեն փերիր անաբադ որպես անաբադի մեջ գործվինք այս ընդհանրակը ասված ես հանեց որպեսզի ցեզ տանի խոստացված երկիր այն ինչ որ խոստացած էր ոչ թե միայն ցեզի այլ ասվածին դու խոստացած էր որու ծեր նախահոր Աբրահամին եւ Աբրահամի քալիկով հաջորդող Իսահակին Իսահակով Հակոբին Հակոբեն հետո 12 ցեղերուն եւ սակայն 400 տարիներ հետո եւ որ այդ խոստումը պիտի իրակորձվեր իր լրումին հասներ պիտի սկսեր կորձի անցնի այդ հարմար ժամանակին եւ հետո այս օրինակը կվերցնե եւ Սամոսը եւ այս օրինակը կվերցնե եւ Պողոս Արաքյալը Գորընթացիներուն նամակի մեջ որպեսզի զգուշացնե այս անգամ ովքեր նոր Իսրայելը եւ ով է այդ նոր Իսրայելը եկեղեցին հավատացյալները որովհետեւ երբ որ հավատացյալները գանչված են երբ որ հավատացյալները հրավերը ստացած են եւ մեղքի ստրգության երկրեն դուրս ելած են այլ խոսքով Եգիպտոսեն անցած են Կարմիր ծովը Պողոս Արաքյալի բացատրությամբ մգրտված են այդ մգրտությամբ եւ հիմա 40 տարիներու անաբադային թափառումներու ընթացքին ինչով է որ գճաշակենք ժայրեն փխած ճուրով եւ այդ մանանայով որ երկինքեն իջած ճշմարիտ հացն է որ ամեն գիրակի օրվան հաղորդությունն է սակայն մենք տակավին գաբրին անաբադային թափառումներու վիճակը եւ այդ անաբադային թափառումներու վիճակի մեջ հաջող ինչ ունենք մենք թշկոհանք դրդունջ ըսիեսավ փամփասանք թշնամություն հագարագություն անեց ամեն տեսակի երևույթներ որ ուրիշ բան չէ եթե ոչ գնմանիկ նույն այդ ժողովրդին որ 40 տարիներ Գաբրեին անաբադի մեջ ուրեմն սա չի նշանակել որ Եգիպտոսեն ելան արդեն ինքնաբերաբար պետք է որ ժառանգեն խոստացված երկիրը ոչ այդիկա չէ Եգիպտոսեն ելան բայց բոլորը չմտան խոստացված երկիր ուրեմն ասիկա զգուշացում է նաև այսօրվա նոր Իսրայելին նաև այսօրվա եկեղեցին բահելու համար իր հնազանդությունը բահելու համար իր հավատարմությունը բահելու համար իր ամբողջական վստահությունը առասված որտեղ նաև մենք կրնանք ունենալ մեր ամենօրյա կյանքի մեջ ինչ շինելու ոսկիե հորթը շինելու մեզի համար եւ որ հանկարծ կտեսնենք որ Մովսես գնաց լեր բարձրացավ Սինայ լեր 40 օրեր հոմ մնաց եւ մենք սկսանք մտահոգվել ուր մնաց սա Մովսեսը մեզի սա քիչ մայստեղ սպասեցեք հիմագուկամ ուր մնաց այդ հիմագուկամը 40 օրեր անցան եւ դակավին չգավ գիտեք ինչ ուրեմն եկեք մեզի համար ոսկիե հորթ մշինենք եւ անոր բաշտենք ոչ թե միայն շինենք այն նաեւ անոր բաշտենք եւ անսանագամին ինչ խոսեցան այդ բաշտամունքի մասին խոսեցան զասված բաշտել կնշանակե անոր ծառայել բաշտամունք կնշանակե ծառայություն կրել ուրեմն երբ որ ես այդ ոսկիե հորթը կբաշտեմ կնշանակե անոր ծառայություն է որ պիտի ընծայեմ եւ անգե որ նաեւ գզգուշացնե Սամոս 2-ն գզգսե չլա բդի գրեք այսօր ոչ թե երեք ոչ թե վաղը այսօր եւ այդ այսօր անցան անգամին խոսեցան Աստվածաշունչի մեջ այդ այսօրը միշտ կա այսօր ինչպես Պողոս Արաքյալը գսե այսօրը նաեւ այսօրն է լավակույն արիտն է մի խստացնեք ծեր սրտերը մի դարձրացնեք ծեր սրտերը այլ ընդհանրակը փացեք ծերականջները լսելու համար թե դերը ինչ ունի այսօր ըսելիք եւ ինչ է այդ ըսածը Տիրոջ որ չնմանիք ձեր նախահայրերուն որոնք զիս անաբադի մեջ փորձեցին եւ ադիկա գոչ է սիրելիներ այսօր մեզ մե յուրաքանչյուրին նկատի առած մեր ալ կյանքը անաբադային թափառումներ են բանտղտության կյանք է Եբրայեցոս նամակի 11-րդ գլուխը գսել բանտուղտներ ենք մնայուն գայան չունենք մենք այսօր այս երկրի վրա այլ հայրենիք մնե որ կփնտրենք որ հայրենիքն է ոչ միջին արևելքն է ոչ մերձավոր արևելքն է ոչ արևմուտքն է անոր համար Եբրայեցոս նամակի 11-րդ գլուխը գսել մնայուն հայրենիք մը կփնտրենք
Ուր է ծեր մնայունդունը, ոչ չէ ծեր մնայունդունը։ Օր մգաբրիկայ շրջան, օր մգաբրիկայ երգիր, օր մգաբրիկայ նահանքը ամեն օր փոփոխության վիճակի մեջ է։ Եվ վերջարչան ուր է ծեր գայանը, քերեզմանի փոսը, հոնալ չէ, ըստ մեր հավատքին, ըստ մեր քրիստոնեական ուսուցումներուն։ Եվ անոր համար հետևաբար գոչ կուղե, ըստելու համար զգուշ եղեք, չփորձեք Տերը։ Այնպես ինչպես մեր նախահայրերը փորձեցին։ Եվ հետևանքը արդյունքը ինչ եղավ, որ անոնք զրկվեցան այդ խոստումեն։ Եվ Աստված երթումը ռագսե, որ այդ խոստումը որ ըրած էր, որ անոնք չժարանքեն այդ երգիրը խոստացված։ Եվ 95-րդ Սամոսը սահմանափակված է քիչ առաջ գսեի ժողովրդի հատուկ, Իսրայելի ժողովուրդը։ Իսկ 96 ինչու քիչ առաջ 95-96-ը փորձենք կապել։ Որտեղ ոչ թե միայն իրենք փորձեցին, այս Աստված երբ որ իրենք ընդրեց, իբրև ժողովուրդ, իրեն համար ժողովուրդ պատրաստելու, այդ ժողովրդին նաև դվավ գոչում, բարդացխանատվություն, բարդականություն։ Եվ ադիգա մենք կգարտանք, երբ որ Ելից գիրքը գարտանք, այնտեղ պիտի տեսնենք Աստված իրենց բարդականությունն է որ տված է։ Գսե երբ որ երթակ խոստացված երկիր, այնտեղ դուք ընելիք ունիք։ Ոչ թե միայն ծեր սերունդին հետ կապված, այններ ծեր շուրջը եղող այդ ցեղերուն, այդ ժողովուրդներուն հետ կապված։ Ծեր սերունդին հետ կապված, ծեր երեխաներուն հետ կապված ունիք բարդականությունը, որ անոնց պատմեք, ինչ պատմեք, որ դերը ինչպես ցես ազատեց Եգիպտոսեն։ Ինչպես այդ բասեկը դուք դոնեցիք, ինչպես այդ զադիկը դուք դոնեցիք, եւ ամեն տարի որ պիտի դոնեք, նայեք ծեր քալիք սերունդներուն, զավակներուն, թորներուն, զորերուն պիտի պատմեք։ Ինչը պիտի պատմեք։ Այս զադիկին իմաստը ինչ է։ Թե ինչպես Աստված մեզ ազատեց Եգիպտոսի ստրուկութենեն։ Ասի մեկ շրջանակ։ Մույս շրջանակը այն է, որ դուք իբրև Աստծո ժողովուրդը դառնալու համար ինչ վգաները, խոսողները, լույսը եւ աղը ծեր շրջաբադի մյուս ժողովուրդներում։ Ուրեմն երբ որ ես ցես գտանիմ խոստացված երկիր, այնտեղ դուք պիտի հանդիպիք մարդոց, այնտեղ դուք պիտի հանդիպիք ցեղերու, բայց ինչ պիտի անեք այդ ցեղերուն։ Պիտի խոսիք Տիրոջ մասին, պիտի պատմեք Տիրոջ գադարած գործերու մասին, պիտի վկայեք այդ բոլորի մասին, ով է Տերը, ով է Աստված, ինչու այս բոլորը, որովհետև մյուս այդ ցեղերը ինչ ունին իրենց չասվածությունները, ունին իրենց գուրքերը, պաշտամունքի իբրև արարգա։ Հիմա թուն որ ճշմարիտ Աստվածը ջանցար, քու նախահայրերու ճամփով Աբրահամին, Իսահակին եւ Հակոբին, հիմա քու բարդականությունը դե այդ ճշմարիտ Աստվածը ճանչնալի հետո նաև փոխանցելու ուրիշին այդ ճշմարիտ Աստծո մասին քու վկայությունը տալու։ Բայց երբ մենք պատմությունը կշարունակենք, ապա կտեսնենք թագավորած քիրքերու ճամփով, մարգարեներու քիրքերու ճամփով, որ այս ժողովուրդը փոխանակ այդ ժողովուրդներուն, այդ ցեղախումբերուն վկաներ դառնալու իրենք գնթորինագեն ինչը այդ ժողովրդի ապրելակերպը, այդ ժողովրդի մտայնությունը, այդ ժողովրդի պաշտամունքը։ Եվ եթե երբեք գարտակ Երեմիայի մարգարեությունը, Եսայի մարգարեությունը, Եզեկիելի մարգարեությունը, ապա այնտեղ կնշվի եւ դերը կխստի գաստարարե, թե դու ինչ կնես։ Ես քեզի ինչու հանեցի Եգիպտոսեն, ինչու խոստացված երկիրների, ինչ անելու համար։ Եվ այս ամեն մեկ թեփքը այսօրվա նոր Իսրայելին ուղղված է։ Մեզ ինչու է որ Աստված ազատագրեց մեղքի ստրուկութենը։ Մեզ ինչու է որ դակամին կբահե այս երկրի վրա։ Մեզի ինչ տրված է որպես առաքելություն։ Մենք ինչ ունենք դակամին անելիք։ Մենք որքանով ունենք թերակատարությունը աղ եւ լույս դառնալու մեր շրջապատին։ Եվ 96-րդ Սամոսը խորքի մեջ այդ է։ Ժողովրդի մկյանքին հետ կապված վիճակեն ընդհանրության, ընդհանրականին, ավելի լայն շրջանագին անցնելու մասին է խոսքը 96-րդ Սամոսը։ Եթե 95-րդ Սամոսը օրհնության երգեր երգեցեք փառաբանանքի շնորհակալության, որ Տերը ինչ ըրավ մեզի համար, որպես ժողովուրդ, Իսրայելի ժողովուրդ, ապա 96-րդ Սամոսը հիմա որ պիտի անցնենք հատված առ հատված, անոր մեջ տեսնելու
թե ոչ թե միայն Աստուծո ծրագիրը սահմանափակ շրջափակված է մեկ ժողովրդի հետ, այլ Աստծո ծրագիրը, որ փրկության ծրագիրը կապված է համամարտկային ամբողջ ժողովրդին, դիեզերական հասկացողությամբ։ Եվ այս Սամոսն է, որ նաև պիտի ներկայացնե Աստուծո ինչպիսին ըլլալը, ուր ժողովուրդը որ ջանցավ զասված, այդ ճանաչումը նաև փոխանցելու միջավայրին, այդ ճանաչումը նաև փոխանցելու շրջապատին, անոր համար է, որ երբ որ հայտնություն ուրվանու գիրքը կգարթանք, եւ հայտնություն ուրվանու գրքի 7 նամակներ ուղված 7 եկեղեցիներում, այնտեղ է որ մանրամասնությամբ կտեսնենք ինչ, որ 7-րդ եկեղեցին, 7-րդ նամակին հետ միասին համեմատած, արդեն եկեղեցին հասած է այն հանգրվանին, որ գործընծուցած է իր առաքելությունը, գործընծուցած է իր սերը հանդեպ Քրիստոսի, գործընծուցած է իր գոչումը, թե ինչու կա ինք երկրի վրա։ Այսօր ցավոք սրտի այդ բայկար կա եկեղեցի հասկացողության, ուր վստահ բար գլսեք Պետություն, եկեղեցի պետություն հասկացողությունները եւ գուքան ասելոմար թե ով որու կորձերում պետք է միջամուխ ըլլա միջամտե կամ ոչ յուրաքանչյուրի կորձի սահմանները կարծեք ուր են կամ ոչ այնպես ինչպես ընկերություններ ու սահմաններ կգծվին մորնալով սակայն եկեղեցի երբ որ գսեն Քրիստոսի խորտավոր մարմինն է եւ Քրիստոսի ներկայությունը երկրի վրա կնշանակե որ անոր թերագադարությունը ուր է, անոր գոչումը ինչ է երկրի վրա, որուն համար է, որ Քրիստոս աղոթեց սիրելիներ, որուն համար է, որ աղոթեց Քրիստոս, և ինչը սա, հայր, գաղոթեմ ոչ թե միայն ասոնց համար, այսին առակյաններն են, այն նաև գաղոթեմ անոնց համար, որոնք ասոնց քարոզությամբ անոնք ասոնց պիտի միանան, գաղոթեմ ոչ թե զիրենք աշխարհեն վերցնես, այլ գաղոթեմ, որ զիրենք չարեն բահես, Ուրեմն աշխարհեն չվերցնելը գնշա աշխարհի մեջ թերագադարությունը ունի անելիք։ Եվ ինչ է այդ թերագադարությունը։ Ձեզ ծիսագադարության մասին չէ խոսքը։ Մգրտություն բսակ թաղումի մասին չէ խոսքը։ Այլ եկեղեցվո թերագադարությունը մարգարեական շունչ պետք է ունենա եկեղեցին։ Եվ հիշենք պատկերացնենք բանը։ Ինչ էր բարդականությունը Հովհաննես Մկրտիչին։ Հովհաննես Մկրտիչին բարդականությունը միայն մկրտել չէր։ Այլ ի պահանջեն հարգին, երբ որ բահը հասավ, Հերովդես թագավորին ըսելիք ունի, իր ըսելիքը ըսավ։ Ի պահանջեն հարգին, երբ որ բահը հասավ, Քրիստոս դուրս պիտի վրընդեր, լումայափողները, վաճառողները դաջարեն, ըսելոմար այս տունը աղոթքի տուն է, եւ դուք վաճառականությամբ վերածած եք, դուրս վրընդելու բահը հասավ, դուրս վրընդեց։ Բայց ցավոք սրտի տեսեք, երբ որ եկեղեցին ինքը կգործընծնե իրեն դրված առաքելության հասկացողությունը, ինքը կգործընծնե իրեն դրված գոչումը, հոսքը հասնենք այսօր։ Եվ այսօր գուքանք այն դրամապանության թիմած կարծեք, ըսելամար թե եկեղեցին բեք չէ խառնվի այո եկեղեցին բեք չէ խառնվի քաղաքականությամբ, ճիշտ է, բայց եկեղեցին նաև ըսելիք պետք է ունենա։ Եվ ինչ է այդ ըսելիքի հասկացողությունը։ Աստուծո խոսքի տարածումն է, որտեղ մենք զասված կճանչնանք տեսեք թագավորը համայն աշխարհին։ Ինչպես որ Հովհաննես Մկրտիչն է։ Հովհաննես Մկրտիչը չէր ուրանար Հերովդեսի այնտեղ ըլլալը իբրև թագավոր։ Բայց երբ որ ի պահանջեր հարգին Հերովդեսին ըսելիքն ուներ, որ Հերովդես քո այդ ըրածը ճիշտ չէ, որ դու արած ես եղբորդ կինը իբրև քեզի գնության։ Այո, վերջացան պիտի քանդարգվեր, այո, վերջացան պիտի քլխադեն, բայց երբևիցե Հովհաննեսը կոմպրոմայզ չրա, Հովհաննեսը չսավ, լավ, որպես գլուխուս չքլխադվի, գիտեք ինչ, եկուր վազանցի եղբայր այս նյութեն, որու գուզե արնե, թող որ արնե, ես իմ բարդականությանպես միայն սպավիմ, ես իմ միայն հորթանան կետի եզերքը մգրդություններս ընեմ, այդպես չրա Հովհաննես Մկրտիչ, այդպես չրին առակյանները, Ի պահանջելագին, երբ որ գայսրերու թիմաց ելան, վգայեցին Քրիստոսի մասին, խնդիրը հոս է, մեզի դրված առաքելությունը ի վերուստ Քրիստոսի կողմէ ինչ է, ինչու է, որտեղ եկեղեցին նաև եկեղեցին
ունի մարգարեական գոչում։ Աստված ինչ կղրգեր։ Մարգարեներ կղրգեր, որու իր ժողովրդին։ Եվ այդ ժողովրդին ղրգելով ուրգե կսկսեին մարգարեները, արքունիքեն, բալադեն, թագավորեն։ Գարտացեք Երեմիայի մարգարեությունը։ Ուրգե կսկսի իր առաքելությունը։ Գսե գնաց բալադ, գնաց թագավորին, գնաց խոսեցավ խորհրդականներուն, գնաց խոսեցավ դախարարներուն, գնաց խոսեցավ քահանաներուն, փարիսեցիներուն, օրենքի ուսուցիչներուն։ Եվ ապա գնաց նաև խոսեցավ ժողովրդին։ Այս ինչ խոսեցավ, Աստծո պատգամները խոսեցավ։ Ոչ թե մարդկային թերատվությամբ, ոչ թե մարդկային հաշիվներով մղված բաներով մասին խոսեցավ։ Այլ Աստծո գոմե ստացած պատգամներն է, որ փոխանցեց, որ անգե որ պիտի փոխանցվի։ Եվ հետևաբար 96-րդ Սամուսը գուքա այդ գոչ գուկե։ Թե տեսեք, նոր երկ երկենք Տիրոջ։ Ինչու պետք է երկենք նոր երկ։ Ո՞վ է այդ դեր գոչվածը։ Եվ այդ բոլոր մանրամասնություններու մասին է, որ 96-րդ Սամոսը մեզի այսօր պիտի ներկայացնե։ Եվ առաջին դողերը արդեն ինքնին հրավեր գոչեն, նոր երկ երկեցեք Տիրոջ։ Եվ եթե հարցնեք, ովքեր են որ պետք է երկեն, ինչու է որ պետք է երկվի այդ երկը, ինչ է այդ երկին փոխանցությունը, որտեղ վերջ գիտեք ամեն մեկ երկ բանի մը գծոնվի։ Այս երկը գծոնեմ դիկնոջս, այս երկը գծոնեմ հայրենիքիս, այս երկը գծոնեմ չգիտեմ բարիգամիս, այս բարակային այդ նոր երկը որու է որ պետք է ցոնվի, որու իբադիվ է որ պետք է երկվի, եւ ինչ է այդ երկի փոխանցությունը։ Առաջին իսկ դողերը հրավեր գոչեն, նոր երկ երկեցեք Տիրոջ։ Մենք ընդհանրապես շատ մի երկեր գիտենք, բայց այս երկը ինչի մասին է։ Ինչ նոր երկի մասին է այս խոսքը։ Տիրոջ իբադիվ երկեցեք, ուրեմն իբադիվ Տիրոջ երկեցեք։ Եվ ովքեր են երկողները։ 95-րդ Սամոսը Իսրայելի ժողովուրդն էր։ 96-րդ Սամոսը ամբողջ աշխարհն է։ Տեսեք դրամապանությունը եւ այդ դրամապանության զարգացումը։ Ժողովուրդը մգսկսի, այդ ժողովուրդը այդ երկը չսորված, ինչպես պիտի հայտնեն, որ դուք նոր երկ ունիք երկերիք, ով աշխարհ, ով մարդկություն։ Երբ որ այդ երկը ես չեմ գիտեր, որ գանչված եմ Աստծո գոմե։ Երբ որ ես այդ երկին ծանոթ չեմ, ես ինչպես կամ ես ասեմ, երկ երկեցեք Աստծո։ Դուք գիտեք ինչ երկ պիտի երկենք։ Երկրորդ ինչու երկ պետք է երկենք, ինչպիսի երկ պետք է երկենք։ Երկեցեք Տիրոջ, օրնապանեցեք անոր անունը, անոր փերած փրկությունը ավետեցեք օրեօր։ Ուրեմն փրկության հետ կապված երկի մասին է խոսքը։ Երկը, որում մեջ կա փրկություն, ազատագրում։ Այլ խոսով եթե ազատագրում կա նաև ենթադրվի ինչ, հաղթանակ։ Եվ շարականակիրը այսօրվան երկին ինչն է, երկ նոր երկեցեք, ցնծության աղաղակով, հաղթանակի երկ երկեցեք Աստուծո Տիրոջ։ Ինչու՞, որտեղ մեզ ազատեց։ Ոչ թե միայն մեզ ազատեց իբրև ժողովուրդ, այն նաև ազատեց մարդու, որտեղ մարդկությունը ինչու պետք է երկե, երբ որ ինքը ճունի այդ երկին փոխանցության, այսպես ասած, գործնականացումը իր կյանքի մեջ։ Ես ինչու հաղթանակի երկ երկեմ, երբ որ չեմ վայելած այդ հաղթանակը։ Երբ որ ճունիմ այդ հաղթանակը ինչ երկ երկեմ։ Երբ որ ինձ գսես ուրախության երկ երկեմ, երբ որ դխուր եմ, ինչպես կրնամ այդ ուրախության երկ երկեմ։ Ճունիմ բաչարը որ այդ ուրախության երկ երկեմ։ Բայց որովհետև այդ փերած փրկությունը փերելիք չէ, տեսեք ինչպես կներկայացնե Սամուս երկում։ Տիրոջ փերած փրկության այդ հաղթանակի, այդ փրկության երկը օրե-օր, ամեն օր երկեցեք։ Ոչ թե դարին մեկ անգամ երկեցեք։ Ոչ թե բայրամ, դոնե-դոն երկեցեք։ Այլ ամեն օր երկեցեք այդ հաղթանակի, այդ փրկության, փերած փրկության երկը։ Ազգերու մեջ անոր փառքը պատմեցեք։ Անոր սկանչելի գործերը պատմեցեք բոլոր ժողովուրդներուն։ Այլ խոսքով կնշանակե վգաները դարձեք։ Ինչպես Քրիստոս գիտեսե, եթե ունիս տուն լույսը, չես կնար այդ լույսը սեղանի տակ բահել, տակցնեն, այլ պետք է որ բարձր բռնես այդ լույսը, որպեսզի ներս մտնողները տեսնեն այդ լույսը եւ լուսավորվին այդ լույսով։ Նույնպես այլ եթե երբեք ես պիտի գոչ ուղեմ ժողովուրդներուն ազգերուն, ըստ համար թե դերը փառաբանեցեք։ Ինձ գիտեսեք ինչու պետք է դերը փառաբանել։ Ինչ ըրած է որ պետք է դերը փառաբանել։ Իր փերած հաղթանակի, իր փերած փրկության, որ կնշանակի ուրեմն պետք է ջաշագած ըլլամ այդ փրկությունը։
Պետք է ճաշակածը լամ այդ հաղթանակը, որպեսզի կարողանամ ես ալ այդ երգը երգելու։ Բայց երբ որ չեմ լսած այդ մասին, անորոմալ է որ Քրիստոս առաքյալները ինչու ղրգեց եւ ինչ նպատակով ղրգեց, քացեք, ինչ ըրեք, վգայեցեք իմ մասիս։ Եվ ով որ իմ մասիս գվգայե, փոխադարձ ես ինչ ունիմ վգայելի կսե Քրիստոս։ Ես ալ հորս արջեր ծեր մասին վգայելու։ Ծեր մասին վգայելու, որ դու դա իմ աշակերտներս է։ Հետևաբար նույն ոչն է, որ եթե դուք ճաշակեցիք այդ քաղցությունը, հետո փոխանցելու ազգերուն եւ ժողովուրդներուն եւ անոր մեջ պատմելու փառքը, եւ երբ որ փառքի մասին կխոսվի, Աստվածաշունչ Մատյանը մեզի դարբեր առիթներով այդ փառքը կներկայացնի։ Օրինակ մտամ անոնցմե, երբ որ իձնե գույրը կփերեն եւ Քրիստոսի, որովհետեւ բժշկություն կատարի, աշակերտները կհարցնեն, որու մեղքն է, հորը, ծնողքին, մորը, իր Քրիստոս ինչ կպատասխանե, որովհետեւ կսա անով հայտնվի ինչը, Աստծո փառքը։ Ինչպես պիտի հայտնվի Աստծո փառքը։ Իձնե գույրին մեջ ինչպես Աստծո փառքը պիտի հայտնվի։ Այսինքն այնինչ որ պիտի կատարվի, այնտեղ Աստծո փառավորումն է, Աստծո ինչությունն է, Աստծո ինչպիսին ըլլալն է, որ պիտի հայտնվի։ Երկրորդ, երբ որ թափոր լերան վրա Քրիստոս կփառավորվի, ինչն է որ ցույց կտրվի Քրիստոսի փառքը։ Մեկ այլ ուրիշ արիթովը Քրիստոս կսե, մարդու որդին պիտի բարձրանա եւ այդ բարձրացումը պիտի լա ցույց տալու իր փառքը, որ գխոսեր ինչի մասին, ոչ թե համբարձման մասին, որ պիտի բարձրանա, այլ գխոսեր իր խաչելության մասին։ Եվ այդ խաչելությունը ինչպես տեսնել որպես Քրիստոսի փառքը, ինչպես տեսնել այդ խաչելությունը դարաբանկի մեջ աստվածային փառքը, որ գրչակը այդ բոլորը ուրիշ բան չէին, մեզի համար իդես, մեզի համար դարաբանք չարչարանք նեղություն, սակայն աստվածային ծրագրին համար ինչ, Աստծո փառք, Աստծո ինչպիսին ըլլալ Աստծո ծրագիրը, որ Աստված ինչ պատրաստած է, այն ինչ որ մարդոց համար հիմարություն կտվի, այն ինչ որ մարդոց համար դգարություն կտվի, բայց աստվածային ծրագրի մեջ այդ բոլորը ինչ են, իր իմաստությունն ու իր զորությունն են, իր փառքն է որ կճարակայթեն։ Գամորնագամար երբ որ 19-րդ Սամոսը կդարտան, որ ինչ կսե, երկինքը եւ երկիրը Աստծո փառքը կբացեն։ Եվ ինչ կնշա այս փառքը, կնշա իր վեհությունը, կնշա այդ քերեցկությունը, այդ հմայքը։ Եվ այս բոլորը ինչպես կարելի է տեսնել եւ ըմբռնել եւ հասկանալ բարձ մեր մարդկային սովորական մտքով։ Քիչ մը պիտի դժվարանանք ասեմ ցեզի։ Չսելու համար ընդհանրապես կդժվարանանք ըմբռնելու, հասկանալու, տեսնելու եւ այդ բոլորին մեջ են գարենալ պատկերացնելու, թե ասում ինչպես կգնան Աստծո փառքը լա։ Ինչու որտեղ մարդկային միտքը ուրիշ ուղղությամբ է որ դաշխատի։ Մարդկային միտքը ուրիշ բաներ կուզե տեսնել, որում մեջ կուզե տեսնել այն վեսմը, ահա, այս է Աստծո փառքը սպասը։ Չէ, Աստծո փառք տարբեր ծևերով մեզ կներկայացնի Աստվածաշունչը, որ բարձ սովորական մարդու միտքս, մարդուս աչքը չի գնար տեսնել եւ ըմբռնել, բացի եթե երբեք Սուրբ Հոգիով, եթե վերստից ծնած, Սուրբ Հոգիով լեցված, Սուրբ Հոգիով առաջնորդված չլա այդ մարդը։ Եվ հետեւաբար տեսեք անոր սքանչելի գործերը պատմեցեք բոլոր ժողովուրդներուն։ Եվ այդ սքանչելի գործերում մեջ ինչն է, սկսյալ ստեղծագործություն են, հասնելով մինչև նոր վերստին ստեղծագործություն։ Սկսյալ ստեղծագործություն են, որ ուրիշ բան չեն, եթե ոչ Աստծո փառքը կպատմեն, Աստծո վեհությունը ցույց տան, մինչև նոր վերստին ստեղծագործություն, որ այսական Քրիստոսով այդ կյանքի, հավիտենական կյանքի այդ պատրաստությունն է։ Եվ հետո այս բոլոր սքանչելի գործերու մասին այդ վկայությունը տվեք, պատմեցեք։ Ինչպես տեսեք Քրիստոս իր աշակերտներուն, կացեք պատմեցեք։ Ինչ որ տեսակ պատմեցեք, ուրիշ բանը միրեք։ Ուրիշ բանը չունի գնելի ուրիշ։ Մի դժվարին երևույթը չէ։ Ինչպես այսօր մեկը կհարցնել, ինչ ընեն, ինչպես ընեն, որպեսզի համոզեմ, այսինչ գամադինչը իմ ունեցած հավատքս։ Ես իրեն դվի հետևյալ օրինակը։ Իձնե գույրի պատմությունը միայն իմը դի ունեցիր տուն։ Երբ որ իձնե գույրը կանչեցին եւ ասին բարեկամ, քեզ ով բժշկեց։ Դու չես գիտե որ այսօր շաբաթ է եւ շաբաթօրով չես գնա բժշկվի։ Գույրը ինչ պատասխանեց։ Ես չեմ գիտեր ով ինչ ըրավ, ես մեկ բան գիտեմ, որ գույրեի հիմա կտեսնեմ։ Ես է որ գույրեի, ես է որ հիմա կտեսնեմ,
Եվ Քրիստոսի ուզածը եւ ասածը այս էր. Քացեք, դուք միայն պատմեցեք։ Դժվարություն մի ունենաք համոզելու, ինչպես համոզեմ, ինչ բարեր գտնեմ համոզելու, որովհետև Քրիստոսը ընդունելը եւ Քրիստոսը փոխանցելը համոզումի գարիք չունի։ Ինչպես որ լույս հասկացողությունը համոզումի, փաստարկումի գարիքը չունի, այսի լույս է։ Եթե ունիս աչքերը տեսնելու, այս լույսը կտեսնես։ Իսկ եթե չունիս աչքերը տեսնելու, այս լույսը պիտի չկարենաս տեսնել, որքան զորավոր է այս լույսը։ Անորոման է, որ Քրիստոսի գուքային ինչի համար բժշկվելու իրենց գուրութենեն։ Եվ անորոման է, որ Քրիստոս կհարցներ երկու գույրենուն, ինչ կուզեք, որ ես ես համարնեմ, անոնք կխնդրեին և կսեին, թող բացվին մեր աչքերը։ Եվ Քրիստոս կսե, քանի խնդրեցիք, որ բացվին ձեր աչքերը, թող որ բացվին ձեր աչքերը։ Բայց թող որ բացվին ձեր աչքերը ինչը տեսնելու։ Տեսնելու այն ինչ որ հաճելի է, կամ տեսնելու այն ինչ որ աստվածայինն է։ Տեսնելու այն ինչ որ մեզ մոլորեցնողն է, կամ տեսնելու այն ինչ որ Աստծո փառքն է։ Այլապես Քրիստոս կփանա մեր աչքերը։ Բայց գաղում ունի մենք ինչ կուզենք տեսնել, երբ որ բացվին այդ աչքերը։ Նույն այդ աչքերն են, որ բացվեցան, հետո սակայն նույն այդ աչքերում դերերն են, որ Քրիստոսի թելքին թքեցին։ Նույն այդ աչքերում դերերն են, նույն այդ գույրերն են, որոնք եկան թքեցին, որոնք եկան և ասին մարգարեացի ով քեզ ապտակեց։ Նույն այդ մարդիկն էին, որոնք ճաշակած էին այդ հրաշագործությունները։ Սակայն Բիղադոսի թիմած բացականչեցին, բորացին, գանչեցին, աղաղակեցին և ասին խաչը անել, խաչը անել։ Եվ գախում ունի հետևաբար Սամոս 2 կսե կացեք պատմեցեք, կացեք վկայեցեք այդ բոլորի մասին։ Ինչ տեսակ, ինչ լսեցիք, ինչպես Հովհաննես կսե Ավետարանի ճարակյալ ընդհանրական նամանի մեջ։ Մենք կկրենք, մենք կխոսենք, մենք կպատմենք ինչը, այն ինչ որ տեսանք, այն ինչ որ լսեցինք և այն ինչ որ մեր ձեռքերը շոշափեցին։ Բանը, որ մարմնացավ, մարդացավ, մեր մեջ բնակեցավ և մենք անոր ինչը տեսանք, անոր փառքը տեսանք։ Եվ ինչ կսե, փառքը միածինին, այդ փառքը տեսանք։ Հետևաբար կսե, կացեք պատմեցեք։ Ինչու պատմեցեք, ինչու պետք է պատմենք։ Որտեղ երբ որ ճաշակեցիք և տեսակ այդ քաղցությունը, ինչպես կսե Պետրոս Արաքյալ անդամանուձին, ես չեմ գրնար, կամ ադյան երբ որ կգանչվի չխոսի Քրիստոսի անունով կամ Քրիստոսի մասին, Արաքյալը կսե մենք չենք գրնար չխոսի մեր տեսածին և մեր լսածին մասին, չենք գնար չպատմել։ Որտեղ անոր համար է, որ ոչ թե միայն գանչվեցանք, այլ անոր համար է, որ մեզի դրվեցավ, որովհետեւ մենք առնելով, ճաշակելով, այդ քաղցրություն ունենալով հիմա փաշխելու նաև մեր շրջապատին, որովհետև այդ շրջապատը ունի գարիկը այդ քաղցրության։ Այդ շրջապատը ունի գարիկը այդ լույսին։ Ինչպես պետք է Հովհաննես Ավետարանիչ, լույսը եկավ աշխարհ, որտեղ մարդիկ խավարի մեջ կապրեին։ Եվ Աստված ղրգեց այդ լույսը, որպեսզի մարդիկ խավարեն լույսի փերը, որպեսզի մարդիկը խավարեն հանե դեպի լույս առաջնորդը։ Եվ տեսեք Աստծո ողորմությունը։ Այլևս Աստված գրնար մարդիկը թողել, ցկել խավարի մեջ, թող որ մնաք խավարի մեջ։ Արդեն վաղ ժամանակն անգաստի Թադաստանի։ Բայց այդպես չրավ։ Ինչու չրավ, որտեղ խոստացած էր։ Եվ ճշմարիտ է Աստծո տված խոստումը, որ կդարե։ Եվ ադորամագսե պատմեցեք իր փերած բրգության մասին բոլոր ազգերուն, բոլոր ժողովուրդներուն, որովհետև մեծ է դերը եւ ամեն օրներկության արժանի, բոլոր աստվածներեն վեր ինքն է միայն պաշտամունքի արժանի։ Խոսքը գիտենք, որ բոլոր աստվածներեն վեր խոսքը գուղվի որոնց հեթանոսներուն։ Հեթանոսներ, որոնք ունեին իրենց ամենօրյա կյանքի մեջ չասվածություններ եւ այդ չասվածություններում պաշտամունքի երևույթներ ունեին, չէ, իրենց չասվածությունները պաշտամունք կնձայեին։ Հետևաբար դուք երբ որ երթակ եւ պատմեք Տիրոջ մասին, որ ինքն է միայն դերը, ուրիշ դեր չկա, ինքն է միայն պաշտամունքի արժանի,
որբեսի ցույց տակ այդ մարդոց, որոնք կբաշտեն ինչեր, գուրքեր, արցաններ, ադիգալլա քարե, ադիգալլա փայդե, ադիգալլա մեդաղե, ինչպիսի դեսակ որ է, սակայն ցույց տալու համար, որ անոնք ուրիշ բան չեն, եթե ոչ ոչնչություն են, ոչնչություն։ Այլ խոսքով միտքանին այն է, հրավիրեցեք մարդիկը եւ այդպես ագսեի միջայլոց աղոթքը ժամերկության ընթացքին։ Իխավարե իլույս անկիդութենե իքիդություն ճշմարտության յուրո որ գնշայի երբ որ քեզ մույսը գհրավիրվինք այս կողմեն այս գոմ քալու խավարեն լույսին դ քիդութենեն անկիդութենեն քիդության իր քիդության զասված ջանաչողության այլ խոսքով մարդու միտքը փանալու եւ ասելու ով մարդ հիմա թուն ինչ է որ գնես հիմա քո այս ըրածը ինչ է թուն գբաշտես փամը որ ոչ կխոսի ոչ կդեսնե ոչ կլսե ոչ կքալե թուն ինչ գնես թուն որու է որ պաշտամունք գնես Թու որու է որ այդ պաշտամունքը ինքն է պաշտամունքի արժանին միայն, որ ինչ կնշանակե ծառայել։ Եվ Պողոս Արաքյալն ինչ կսե, ինչ բանի որ ծառայեք, անոր ծառան կդառնաք։ Ուրեմն դու որու է որ պաշտամունք կնեք։ Դու ինչն է որ պաշտամունքի արարգա դարձուցացեք։ Եվ քիչ առաջ որ հիշեցինք անաբադի մեջ ոսկի է հորտը շիվեցին։ Եվ ոսկի է հորտը ինչ ըրին։ Սկսան անոր թիմած կսե երգրբակելու։ Երան կսե անոր շուրջը բարելու։ Երանք է անոր շուրջը գերան խմեցին, բարեցին և ինչեր է որ ըրին։ Առանց հանդրադառնալու, որ ինչ կնեն արդյոք։ Որու թիմած դու ինչ կնես։ Դու ոսկիները հավաքեցիր մարդոցնե, հալեցուցիր, ոսկի արցան մշինեցիր, հորդ մշինեցիր և անորը սկսար երգրբակություն ընելու։ Այսօր մենք երբ որ կգարտանք, երևի քիչ մծիծաղինք, բայց մորնալով, որ նույն թագարտի մեջ մենք ենք, մեր շինած արարգային, մեր թիզած հարստության, ոչ թե դերն ենք, այլ անոր ծառան, չսելու համար անոր ստրուգը, մեր շինած հարստության, մեր աշխատած թիզած այդ ունեցվածին, դերն ենք, դերը չենք, անոր ստրուգն ենք, անոր ծառան ենք, Գիտակցապար կամ անկիտակցապար, անոր բաշտամուն ընձայելու և եդապար գուկա և գիհիշեցնե կսե այս բոլորը ինչու պետք է ենել, ինչու պետք է պարապանել, ինչու պետք է նոր երկ երկել այդ պերած պրգության, ինչու պետք է այդ պրգության ինչն է այդ պերած պրգությունը, որտև ինքն է միակ դերը միակ ինք կրնա այդ պրգությունը պերել, որտև ինքն է դերը մույս բոլորի բարակային ինչ են մույս բոլորը ստեղծվածներ են Ստեղծվածներ են, թուն է ստեղծված, ես ստեղծված, նստարաններ, աթորներ, սեղաններ, նյութական, փուսական, գենթանական, այս բոլորը ստեղծվածներ են։ Եվ մենք ինչն է որ կպաշտենք, ստեղծվածը կամ ստեղծիչը։ Եվ ադորաման գուկա և կսե, անկիդութենեն, դքիդութենեն, քիդության հրավիրվեցեք։ Վդը միակ դերը ինքն է և միակ պաշտամունքի արարգան ինքն է։ Այսի ուրիշ սկուշ եղեք, որ ուրիշ մեկուն ծառայություն չնեք։ Ծառայեք ուրիշ բան է, ծառա ըլլան մեկ այլ ուրիշ բան է։ Պողոս Արաքյալ գեղեցիկ արտահայտություն ունի գսե, ես Քրիստոսի ծառան եմ և իբրև այդպիսին կծառայեմ։ Ծառայությունս կփերեմ, բայց ես կսեմ մարդոց ծառա չեմ։ Մարդոց ծառայելը, մարդոց ծառա դառնալը նույնը չէ։ Միայն Քրիստոսի ծառա ըլլալը շատ աղեք։ Իսկ մարդոց ծառայություն բերելը, որ նույնիկն Քրիստոսի խոսքերն են։ Ինչպես ես ինքս եկա ցեզ ծառայելու, բայց ես ցեր ծառան չեմ։ Եկած ես ծառայելու, բայց ես ես ծառան չեմ։ Թուգա նույնը ըրեք իրարու ծառայեցեք։
Բայց մեկը մյուսին ծարան չէ։ Եվ որպես այդ հասկացողությունը վերցնեմ արդու միտքեն, գսե ես այլևս սեզ ծարայալ չեմ գոչեր, այդ սեզ գոչեմ եղբայրներ, սեզ գոչեմ քույրեր, սեզ գոչեմ հարազատներ, սեզ գոչեմ Աստծո որդեքիր զավակներ։ Եվ հետևաբար տեսեք, ըմբռնումները ինչ են, որում գսե, որու է որ պետք է ծարայենք, որու է որ պետք է ծարան ըլլանք, զգուշացնելով եւ ասելով մյուս բոլոր չասվածությունները, ինչ որ որտեղ չմոռնանք որ սամուսները գրված են այդ ժամանակահատվածի մտայնության։ Իսկ այդ ժամանակահատվածի մտայնությունը եթե համեմատենք այսօրվան, այսօր երևի չտեսնենք կամ չգտնենք այնպես ինչպես անցյալին էին տարբեր դերերում մեջ արցաններու, գուրկերու, աշտամունքի որպես առարկաներ, բայց այսօր տարբեր տեսակի են, բայց նույն միտքով, նույն միջուկով, նույն հասկացողությամբ։ Հետևաբար Լուկա ևս է գոչ է հրավեր գիտակցության հրավիրելու, որ ինքն է միակ պաշտամունքի արժանին, ժողովուրդներու պաշտած ասպարզությունները ոչնչություն են, միջտեր դերը ինքը արարիչն է երկնքին, փառք եւ մեծ վայելչություն գճարակայթեն անգել, իր զորությունը եւ գեղեցկությունն է որ գլեցնեն իր սրբարանը, հրճագեցեք ով ժողովուրդներ աշխարհի, Տիրոջ փառքն ու զորությունը հրճագեցեք Տիրոջ փառավոր անունը, ընձայով եկեք անոր դաջարը։ Իր փառքը եւ իր մեծավայելչությունը ամբողջ դաջարն է որ գլեցնե։ Եվ անոր համար դեմը արիթոմը երբ որ Թավիթը գսե դաջար մտահոգեր, որոշ դժվարությունների մեջով կանցներ, երբ որ գսե դաջար մտա քու սրբարանը, քու փառքը տեսա, զորությունը տեսա։ Եվ այդ զորությունը ներողություն 5 տակարանի հասկացողության մեջ ինչպես ներկայացված է։ Երբ որ Աստված ժողովուրդը դուրս բերավ Եգիպտոսեն, թելադրեց Մովսեսին, որպեսզի վկայության խորան մշինե, վրան։ Եվ այդ վրանը գսե 3 մասե բաղկացած էր։ Մուտքի բաժին, սրբություն բաժին եւ սրբություն սրբությանց բաժին։ Մուտքի բաժինը լվացումի բաժինն էր պատրաստության, սրբություն բաժինը զոհակորցման սեղանը, ինչպես նաև այդ աշտարակները կային, իսկ սրբություն սրբությանց վայրի մեջ, որուն մուտքը միայն արտոնված էր քահանայապետին, դարին միայն մեկ անգամ մտնելու եւ անգե քավությունը ստանալու իր եւ ժողովրդի եւ այդպես դուրս գալու սրբություն սրբությանց վայրեն։ Եվ այդ սրբություն սրբությանց վայրի մեջ ինչ կար ուխտի տաբանակը։ Եվ այդ ուխտի տաբանակը ինչ կխորհրդանշեր Աստծո ներկայությունը։ Եվ այդ ուխտի տաբանակի մեջ ինչ կար 3 առարկաներ կային։ Դաստապանյա քարե դավթակները, Սափոր մլեցուն մանանան եւ Ահարոնի ծաղկյալ խավազանը, որոնք 3-ը կխորհրդանշեին Քրիստոսը։ Իսկ այդ ուխտի տաբանակը Աստվածածնա ներկայությունն է, որ իր արքանտի մեջ պիտի պահեր այդ 3-ը։ Օրենքները, որ Քրիստոս պիտի խոսեր, մանանան, որ ինք իսկ էր երկիքենիչա ճշմարիտ հացը, եւ այդ ծաղկյալ խավազանը, որ քահանայապետության խավազանն էր Ահարոնին, որ ճշմարիտ քահանայապետը ով է գսե Եբրայեցոս նամակի մեջ, ըստ գարքի Մելքիսեդեկի Հիսուս Քրիստոսը։ Ուրեմն ամեն անգամ երբ որ քահանայապետը տարին մեկ անգամ Քաբուտյան օրը Յոմ Կիպուր ներս կմտներ սրբություն սրբությանց վայրը, հոն ինչի թիմաց կգամներին զինքը գտեսներ, եթե ոչ Աստծո փառքի թիմաց եւ կներկայացնեմ էսի քիրքը 5 տակարանի, որ այդ ամբողջ դերը գսե ինչով ծածկված էր ձուխով եւ ձուխը ինչ կխորհրդանշե ձուխը կխորհրդանշե վեհություն ձուխը կխորհրդանշե նաեւ իմիջայլոց ինչը անհստակ տեսություն եւ որ այսօր մշուշ է հստակ չեն տեսնել այլ խոսքով մեզի համար հստակ չէ թե ինչպես գերեւի պատկերացնել Աստծո վեհությունը ինչպես կարելի է ինչպես որ երբ որ խորանը կփակվի վարակույրով ինչու է որ կփակվի որտեղ այնտեղ պատրաստություն տեղի կունենա Քրիստոսի խորհրդավոր մարմնի նշխարի եւ քնիի ճամփով երբ որ կփակվի գնշագի այդ խորհրդանիշ է որ մեզի կուքա սորվեցնելու որ մեր աչքերը ինչ ալ տեսնեն պիտի չկարողանան ըմբռնել եւ հասկանալ թե ինչպես այդ հացն ու քինին կվերածվի Քրիստոսի մարմնի ու արյան
Այդ խորհուրդ ունի։ Հաջող երբ որ մարդիկ գազի ինչու բարակուրը կփակվի։ Կփակվի, որպես աչքի դեսողությունեն, ոչ թե գվրիբի, այլ ադիկա ցույց կտա, որ մեր հասունությունը, ըմբռնումը այն չէ տակամի, թե ինչպես կարելի է պատկերացնել այս հացի քինի, նշխարի եւ քինի մեջ տեսնել Քրիստոսի մարմին եւ այլն։ Այլ խոսքով, ըսելիքը այն է, որ անցյալին Աստծո փառքը, անոր զորությունը, անոր մեծավայելչությունը ինչպես կպատկերացնեին ոսկե շինված անոր վրա եղած սերոփեներու եւ քերոփեներու պատկերներով, ինչ որ ներկայացված էր նաեւ Որքիրքի մեջ, Եզեկիելի մարգարեության մեջ։ Բայց այդ բոլորը գուքային շոշափելի, կանսրական, օրինակ մտալու ժողովրդին, անոր մեջ են տեսնելու Աստուծո փառքը։ Որ եթե այսօր Google-ն եք եւ ասեք Covenant-ը, ուխտի այդ դաբանակը նկարը եթե ուզեք տեսնել, պիտի տեսնեք, որ սնդուկ մնե, ոսկե սնդուկ մնե։ Եվ հիմա դուք կրնակ ասել այդ ոսկի սնդուկի մեջ կամ այդ ոսկե սնդուկը, բաքսը, անոր մեջ ինչպես տեսնել Աստծո փառքը, անոր մեջ ինչպես տեսնել Աստծո զորությունը։ Նույն է բարական երբ որ դուք այսօր ամեն գիրակի եկեցի կհաջողեք, կտեսնեք Աստծո փառքը։ Ամեն գիրակի երբ որ եկեցի կհաջողեք, կտեսնեք Աստծո մեծավայելչությունը։ Ընդհանրապես ամեն գիրակի երբ որ եկեցի կհաջողենք, կտեսնենք քահանան իր բادرակի սկեսը։ Կտեսնենք սարգսակը, կտեսնենք թվիրը, կամ ուրիշ ոյմեք պաշտամունքային երևույթի մեջ։ Կտեսնենք Աստծո փառքը։ Եթե կտեսնենք Երանի, բայց Աստված կուզե ցույց տալ իր փառքը։ Եվ ադորամարալ աշակերտներուն ուզե ցույց տալ այդ փառքը Քրիստոս։ Իր երեք աշակերտները արավ դարավ իր հետ ապոլներ։ Եվ այնտեղ է այլագերբվեցավ, այնտեղ լուսավորվեցավ, որում նաև ներկայացան Եղիան Մովսեսը, որոնք սկսան իր հետ խոսել։ Եվ այնքան քեղեցիկ էր բահը, այնքան զմայլիչ էր այդ երևույթը, որ Պետրոս Արաքյալ ուզեց ինչ ունել, երեք դաղավար շինել, մեկը Հիսուսի, մեկը Մովսեսի, մյուսը Եղիայի, ասելով հոս մնանք։ Հոս մնանք։ Որ կնշանակե, եթե մենք ամեն գիրակի գերտանք կգեցի կաջախենք, և այնտեղ եթե կտեսնենք Քրիստոսի փառքը, Քրիստոսի ներկայությունը, Քրիստոսի վեհությունը, մեծ վայելչությունը, անոր զորությունը, պիտի ուզենք հոն մնալ։ Եվ պիտի չնայինք վարգեմ անգամ ժամը ինչ եղավ, որտեղ երթալիք տեղ ունենք, որտեղ ծրագիրներ ունենք։ Այսօր երկար դեպեց, այսօր երկար եղավ, այսօր այս եղավ, այսօր այդ եղավ։ Եվ մենք պիտի չկարենանք տեսնել այդ փառքը։ Որտեղ երբ որ գուքան դաջարըդ, այդ դաջարըդ, որտեղ քու դաջարըդ է, այդ դաջարըդ լեցված է քու փառքով։ Ասիկա ինչ կվերապերի նյութական դաջարին, հապա ինչ կվերապերի հոգևոր դաջարին, որ այս բարակային մենք ենք, կսե Պողոս Արաքյալ, դուք եք Աստծո դաջարը, որում մեջ կփնագի Սուրբ Հոգին, որ կնշանակե, Պողոս Արաքյալ կսե, երբ որ մարդիկ մեզ տեսնեն, պիտի կարենան տեսնեն Աստծո փառքը մեր մեջ, կամ մեզ պիտի տեսնեն ինչ որ ով որ եմ ես, ինչ որ ով ես դու։ Տեսեք ինչպեսի պատասխանատվության կգանչվի մենք։ Անոր համար է որ Պողոս Արաքյալը ասել, քննեցեք, զննեցեք դուք ձեզ։ Տեսնելով համար թե Քրիստոսը գաբրի ձեր մեջ, կամ բարձրվես անոր անուն է, որ կգրեք։ Բոլորիս կսե անխտիր, բոլորիս։ Ոչ թե միայն ինձի, ոչ թե միայն քեզի, բոլորիս անխտիր։ Քննեցեք, զննեցեք, կսե յուրաքանչյուրի։ Տեսնելով համար թե Քրիստոսը գաբրի մեր մեջ, որտեղ երբ որ գաբրի մեր մեջ, եւ Սամոսներու այս խոսքերը ճշմարտություն են, Աստծո մեծությունը, Աստծո մեծավայելչությունը, Աստծո զորությունը, Աստծո փառքը, ապա կնշանակի նույն այդ վիճակը մեր մեջ պետք է լա, չէ՞, երբ որ Քրիստոս մեր մեջ է։ Պողոս Արաքյալը ասել, զննեցեք, քննեցեք, Քրիստոսը ձեր մեջն է, կամ բարձրապես անոր անունն է որ կգրեք։ Որտեղ երբ որ մեր մեջն է, պետք է որ ջարակայթ է, որտեղ երբ որ սրբարանը եկա, անով լեցված էր ամբողջ սրբարանը, ինչով քու մեծ վայելչությամբ, քու զորությամբ։
Եվ ադորամար արակյալը գսե, ինչու գվախնաս գսե, երբ որ Քրիստոս քու մեջդ է, ինչու գվախնաս, երբ որ Աստված քեզի հետ է, երբ որ Աստված կճանչնաս իր զորությանը մեջ, երբ որ Աստված կճանչնաս իր մեծավայելչությանը մեջ, ինչեր է որ գվախնաս դու այսօր։ Եվ ինչպես է որ գճարակայթես այդ բոլորը այսօր, քու շրջապատիդ մեջ։ Ես եք կնշարգե արիտ կուտա այսօր մեզ մե յուրականչուրին մտածելու, այս բամուն այսօր, տեսնելու համար թե իրոք, որ ես ինձ ինքս կճանչնամ իբրև Քրիստոսի աշակերտ, Քրիստոսը գաբրի իմ մեջս, կամ բարձրես անոր անունն է որ կգրեմ, իսկ եթե գաբրի, ես կտեսնեմ անոր ջարակայթում իմ կյանքիս մեջ, և ինչպես գտրսևորեմ անոր ջարակայթումը իմ կյանքես թուրս, որպեսի մարդիկ երբ որ տեսնեն, ինչը տեսնեն, Քրիստոսը տեսնեն քու մեջ։ Եվ Քրիստոսը տեսնելով ինչի կա ոչ թե քեզի կան, այլ Քրիստոսի կան, այլ լույսին կան։ Այս է մեզի դրված այդ կոչումը։ Այս է պատկամը, գսե քացեք պատմեցեք, ինչը պատմենք։ Երբ որ մենք այդ վայելքը չունենք, ինչպես պատմենք ուրիշին։ Ինչ վկայենք մենք ուրիշին։ Երբ որ Քրիստոսի ներկայության քաղցրությունը չկա մեջս, ինչ կամ եւ քեզի փոխանցեմ։ Երբ որ ես իձնեք գույր էի եւ հիմա կտեսնեմ ինչ կամ եւ քեզի ասեմ, երբ որ դակավին գույր եմ, երբ որ դակավին չեմ գրծած տեսնել, չեմ ալգրնար տեսնել այսօր Քրիստոսի ներկայությունը։ Հետևաբար այդ ոչ ուղ է, պատմեցենք, բայց ինչ պատմենք, երբ որ մենք չենք։ Պատմենք, հրճագենք ինչ, երբ որ մենք չունենք այդ բոլորի վայելքը, այդ սկանչելիքը, անոր վեհությունը, մեր ամենօրյա կյանքի մեջ։ Որտեղ ամենօրյա խնդիրը տեսեք, ինչ կսե, օր ըստ օր է պատմեցեք, ամենօրյա վիճակ է։ Մենք այսօր այս նեղության, այս դժվարության մեջ ինչ ենք պատմենք, Քրիստոսի մասին ինչ պիտի պատմենք Քրիստոսի մասին։ Չէ, ճիշտ այդ է որ պիտի պատմենք։ Մեր նեղության եւ մեր դժվարության մեջ Քրիստոսի մասին է որ պիտի պատմենք։ Թե ինչպես Քրիստոս մեզ ազատեց այդ մեծ նեղութենը։ Եվ ինչն է այդ մեծ նեղությունը։ Մեղքի ստրկությունը, մեղքին պատճառած նեղությունը, որ մեզի թևի մահ կառաջնորդել։ Եվ ոչ թե սովորական այս նեղությունները այսօրվան անփորձության, չգիտեմ այսինչի կամ այնինչի։ Եվ հետաբար այդ ոչն է, որ Սաղմոս 2-ում գսե հրճագեցեք Տիրոջ փառավոր անունը, ընձայով եկեք անոր տաճարը։ Այո, որտեղ 5 տակարանյան ժամանակահատվածի մեջ այդ ընձաներու երևույթը ասված ինքը տվա Մովսեսին, տարբեր արիքներով, տարբեր ընձաներով գալու Աստծո տաճար։ Իսկ եթե այսօր մենք որ կգարթանք այս Սաղմոսը, մենք որ կուզենք այսօր սերդել այս Սաղմոսը, ապա այս դողին որ կհասնենք կսենք լավ ինչ ընձաներով երթանք Աստծո տաճար։ Բոս Արաքյալը գսե Ձեր անձերը ընձայեցեք Աստուծո զոհասեղանին։ Ճիշտ է անցյալին ասված տվավ ընձանելու տեսակներ, տարբերակներ։ Այսինչ զոհին, այսինչ մեղքին, այսինչ հանցանքին, գամ իբրև նվեր ընձա ուրախության, երախտագիտության, շնորհակալության իբրև արտահայտություն։ Այսօր սակայն ինչ ընձաներով երթանք Աստուծո տաճար։ Բոս Արաքյալը գսե ձեր անձերը իբրև ընձայեցեք։ Եվ այդ ձեր անձերը կնշանակե ձեր սիրտը սիրող սիրտը ընձայեցեք Աստուծո, այն նույն սիրով, որ Աստված ինք մեզ սիրեց գսե Հովհաննես Ավետարանի ճառագյալը։ Սիրենք Աստված, այնպես ինչպես որ ինք մեզ սիրեց նախ։ Հետևաբար երբ որ ես պիտի կամ եւ իրեն ընձա պիտի ընձայեմ, գիտեք 5 տակարանի մեջ մեկ այլ ուրիշ խոսք մը կա։ Խոսք մտիկ ընելը գսե խոյերու ջարբեն աղեգ է։ Խոյերու ջարբը այդ ընձան է, որ իրենք գնձայեին։ Խոյը այն գենթանին է, որուն ջարբը, թմակը, յուղի բաժինն է, որ զոհասեղանին գտնեին։ Եվ Աստված ուքա եւ գսե, խոսք մտի գնելը խոյերու ջարբեն աղեգ է։ Այսինքն ինձի ընձա մի ընձայեր, այդ տեսակի ընձա մի ընձայեր, իմ խոսքս մտի գնել։ Ինչպես որ այսօր ծնողները իրենք կսեն իրենց զավակներու նկատմամբ։ Դարեթարցից չգիտեմ այսինչից կամ այդ ինչ արիտներով ինձի նվեր մի փերեր։ Իմ խոսքս մտի գրել։ Անորամանը խոսք մտի ընելը ավելի աղեգ է, քան խոյերու ջարբը։ Ուրեմն ինչ ընձայ է, որ պետք է ընձայեմ Աստուծո։ Իր խոսքը մտի գրել։
Ագանջս իրեն դրամատրեմ։ Սիրտս խորհուրդներս միտքերս իրեն դրամատրեմ։ Իր դրամատրության տակ տնեմ։ Այլևս թյուրին է, ինչպես որ անցյալին թյուրին էր Իսրայելի ժողովրդին համար։ Աստված ինչ ուզեց, խոյ, ահա քեզի խոյ, մեկակչե 5 կդալ գուտամ խոյ։ Ինչ ուզեց նոխազ, մեկակչե 5 կդալ նոխազ գծայեմ քեզի։ Ամենաթյուրին բաժինն էր։ Բայց ասված եւ ադորամար գսեմ Մարգարեի ջամփով, ես զզված եմ այլև սեր զոհերեն, ինձի զոհ մի ինձ այ գսե։ Զզված եմ այլևս։ Ես ողորմություն ուզեմ եւ ոչ թե զոհ։ Ինձի զոհ մի ինձ այ։ Ուրեմն ինչ նվերներով երթանդասություն։ Իր խոսքը մտի գնելու։ Մեր հոգիները իր դրամատուրգիան տակ տնելու։ Ինչ դրամափանությամբ, որտեղ ինքն է դերը, ինքն է ստեղծիչը, ինքն է արարիչը, ինքն է ամենազորը, իր մեծ վայելչությամբ եւ որ իր սրբարանը գլեցվի։ Եվ այդ սրբարանի քեղեցկությունը Կարծրակցեմ ոչ թե միայն նյութական դաջարի մասին, այլ նաև անսերակոց դաջարի մասին, որքան որ գրնանք սկալ, որ մեր մեջ այդ քեղեցկությունն է, որ կսկսի ճարակայտելու։ Ասո ներկայության քեղեցկությունը։ Ադորամարալ գիտեք, Աստվածաշունչը գսե ոչ մեկ աչք տեսած է, ոչ մեկ ականջ լսած է։ Թե այս բոլորը ինչ բանի մասին։ Մեր միտքը իրավ մարդկային միտքը դժվար թե այս բոլորը հասկանա ամփոփեն թե ինչ բանի մասին ասում։ Եվ անորմալ երբ որ հանգարց Բողոս Արաքյանին արիտը դրվեցավ, մինչև երրորդ երկինք ելնելու։ Եվ իրեն ցույց տրվեցավ։ Այնպիսի բաներ, որ վերադարձին Արաքյանը գսե «Փարեր չկան, որ ես պատմեմ, ինչ տեսա։ Ինչ պատմեմ ձեզ։ Ինչպիսի փարեր օգտագործեմ, որպեսզի դուք կարողանաք ընկնել եւ հասկանալ։ Չկան փարեր։ Որովհետև ինչ փարեր որ օգտագործեմ, պիտի չհամապատասխանի տեսածիս։ Պիտի չհամապատասխանի այդ վայելչության, այդ վեհության, այդ քեղեցկության։ Բայց ես ունեցա այդ վայելը։ Որովհետև ոչ մեկ աչք տեսած է, ոչ մեկ ականջ լսած է, եւ ովևէ մեկուն մտքեն իսկ չէ անցած, որ դերը ինքը ինչ պատրաստած է։ Եվ այս բոլորը սակայն ինչով կսպասեն Մեսիա Արաքյանը հույսով, վստահությամբ։ Իթիմաց Աստծո կատարած ըսկանչելի այն գործի, որ ցույց տվավ աշխարհ ղրկելով իր միածին որդին։ Եվ ադիգա ուրիշ բան չէ, եթե ոչ իր անսահման, անվերաբար, անպայմանավոր սիրո արդահայտությունը։ Եթե կան մեկը, որ զիս այսքան սիրեց, հագարակ իմ ինչպիսիս ըլլալուն, ալ ինձի ինչ կմնա այդ սիրո թիմաց։ Ուրիշ ոչինչ, եթե ոչ փորձել նույն սիրով զինք սիրել։ Նույն սիրով զինք սիրել։ Երկրպագեցեք Տիրոջ իր շքեղ սրբարանի մեջ, թողացեք իր թիմաց համայն մարդիկ աշխարհի։ Եվ այստեղ այդ թողալը սարսափի մասին չէ, այլ այդ թողալը կնշանակեն է երգյուղը ունեցեք, երգյուղածությամբ։ Ինչպես մենք հաճախ կլսենք պատարագի ընթացքին, երգյուղածությամբ լվարու։ Այսինքն ահութողով լսեցեք, ահութողը իր երկու երեսներով։ Երբ որ գլսես, զգուշ եղիր այս խոսքերը, նաև գրնան թադաբարդել քեզ։ Նույն այս խոսքերը գրնան փրկել քեզ։ Հետևաբար ինչպիսի վերաբերմունքով է որ այս խոսքին նկատմամբ դու ականջ կտաս։ Ուրեմն երբ որ Աստծո սրբարանը գերտաս, նաև թողալով անոր թիմաց կանգնիր։ Այսինքն նկատի ունեցիր իր վեհությունը, նկատի ունեցիր իր զորությունը։ Այո, ճիշտ է, որքան ինքը խոնարեցավ, որքան ինքզին խոնարեցուց, որպեսզի նաև մարդը սպարծրացնե, բայց նաև մարդուս կհիշեցնե, թե որու հետ է ու փորձդ։ Ինչպիսի վերաբերմունքով պետք է որ մոտենաս իրեն։ Ճիշտ է հայր կգոչվի, հայր կգոչես, ապա հայր Սուրբ Ոգին է որ կփորձե մեջդ, բայց նաև զգուշ եղիր ինչպիսի վերաբերմունք ունիս
Որտեղ նույնիսկ եթե եք ոգեղեն էյակները, սերոփեներն ու քերոփեները իրենց թեմ կգծածկեն, որոնք ամեն օր, ամեն վարյան որ վարյան հասկացողությունը չկա, ուր Աստծո ներկայության, Աստծո փառքին թիմած են եւ սուրբ երկենանոր սուրբ անունը կփառավորեն։ Անոնք եթե երբեք չունին անոր նայելու, այսպես ասած համարձակությունը, տեսեք մարդուն ինչ տրվեցավ։ Որն համար է որ 8-րդ Սամոսը գսե մարդը ով է ինչ է, որ ասկան կարևորություն տված ես մարդուն։ Քիչ մը բարդ ասեցիր հրեշտակներեն, բայց փառքով ու բադվով բսագեցիր սանիգա։ Տեսեք ինչպեսի փառք ու բադիվ դրվեցավ մարդուն։ Այնինչ որ չդրվեցավ ոգեղեն էյակներուն։ Եվ հիմա մենք ինչպեսի վերաբերմունք ունենք անոր նկատմամբ։ Որը նշանակե ինչպես կմոտենամ եւ ինչպեսի ներկայությամբ իր թիմացը գուզեմ կանգնել ես։ Ինչպես որ էր բարական Փարիսեցին եւ Մաքսավորին։ Մաքսավորը գսե անգույնը գեցած սիրտը գսարներ, գուրծքը գծեծեր եւ գսեր ներեն մեղավորիս մեղքերը։ Այլ խոսքով սել գուսե խոնարհությամբ եկեք իրոջ թիմաց։ Եվ Քրիստոսը ստա գորեն գսե ով որ իրանցը կխոնարեցնե դերը գիտի բարձրացնե, իսկ ով որ իր անձը կբարձրացնե, այլ խոսքով հպարտությամբ կմոտենա, քորոզությամբ կմոտենա, դեն ազինքը պիտի խոնարեցնե։ Ուրեմն երբ որ գսե թողացեք անոր թիմաց, այսինքն պատկարանք ունեցիր, այդ երկյուղ ունեցիր, գիծիր անոր դեղը, գիծիր անոր թերը, գիծիր անոր հարաբերությունը քեզի հետ, ով է ինչ է։ Եվ ադիգան ասկի առաջ խոսեցանք, հաջող մենք ներկա գնանք, սխալ չհասկնանք, բայց իդեղին է երբ որ պետք է ակնարկել այդ երևույթներով մասին պետք է ակնարկել։ Երբ որ այսօր մենք ներկա գնանք բادرակի խորհրդին, երբ որ կմոտենանք հաղորդության, ինչպեսի վերաբերմունքով կմոտենանք այդ հաղորդության։ Ինչպեսի ակնածանքով, ինչպեսի երկյուղածությամբ կմոտենանք այդ հաղորդության։ Մեծ բաստարի վրա քրված կտեսնենք մեր աչքերով, մեծ քիրերով։ Լրությամբ մոտեցեք, այսպես մոտեցեք, իրարու հետ մի խոսիկ, երևի թրացի համար ըսված են այդ խոսքը։ Եվ հիշեցումներ են, որուն համար առակյալը գսե Պողոս առակյալ գորընթացյան նամակի մեջ։ Զգուշ եղեք ինչպես կմոտենաք, ինչպես ներկա գլակ դերունի ընտրիկին, 11-րդ գլուխ առաջի գորընթացյան նամակի մեջ։ Զգուշ եղեք գսե որպես հանգար չլա թե այդ նույն դերունի ընտրիկը ցեզի համար թադա բարդությունը լա փոխան փրկության։ Այսօր ցավոք սրտի աշխարհը այնպես կներկայացնե, որ դագարագը ինչպես որ գաս ասված քեզ գտունի այո ճիշտ է, բայց նաև դու պետք է գիտնաս անոր դերնութերը։ Պետք է գիտնաս նաև ինչպեսի երկյուղածության մոդելանու անոր։ Թողացեկը ոչ թե վախի սարսափի մասին է, ինչպես քիչ առաջ գսեի, այլ առավել եւս Դագամի Սամոսներում մեջ ուրիշ բան մնա դիշեցին է Դավիթ։ Եվ ինչ գսե։ Դիրոջ վախը գուսե գիտնա գսե, ասեմ ցեզի գսե, ինչ է դիրոջ վախը։ Դիրոջ վախը կնշանակե գսե մեղքի հերուկեցիր։ Որ կնշանակե ամեն անգամ երբ որ Աստծո դիմաց ու կամ, զգուշ լավ որ ինչպես կամ։ Այո, մեղքի մեջ են գուքամ, որպես անոր մեն ներում խնդրեմ, ողորմություն խնդրեմ, բայց նաև զգուշ լավ որ չվերաթալամ եւ նույն մեղքը չնեմ։ Եվ ոչ թե այնպես մնե որ it's okay։ Երագի օրը գերտան, քանի մոմ գբարենք, մեղա Աստծո լսենք, կաղորդվենք, եւ հաջորդ օրը կշարունակենք մեր օրը։ Տեսեք ինչպեսի զգուշացումներ է որ գուտա, հիշեցումներ է, ոչ թե սենցեզի, ոչ թե մեր ուսերուն զանրություն տնելու, ընդհակառակը, մեզ զգաստության հրավիրելու, որպեսզի մենք գիտնանք մեր դեղը թերը, մեզի դրված գործումը եւ հարաբերաբար Աստծո։ Գսեմ, դարձյալ գսեմ, ճիշտ է, որ Աստված մեզ գանչեց որտեղ իր զավակները լալու։ Աստված տվավ իր Սուրբ Հոգին։ Քաղաքացիական նամակի մեջ Պողոս առաքյալը գսե, որպես այդ Սուրբ Հոգիով մենք ապա հայ կոչենք, ճիշտ է։ Արարիչ է, ստեղծիչ է, բայց դեռ հայրության այդ հանգամանքը տալու, ինչպես Քրիստոսի ինքը դերունական աղոթքով ասավ, այսպես աղոթեցեք հայր մեր, որ երկինքի մեջ ես։
Բայց այդ հոր հանգամանքով նաև մեզ անգամ եւս հիշեցնելու, որու հետ է մեր փորձը։ Չանենք այսպես Փարիգամիմը, չնայած ճիշտ է, գսե Մովսես գսե Աստծո հետ Փարիգամիմը վես կխոսեր։ Բայց այնպես չէ, որ հանգարց թերերը շփոթվին եւ մենք դառնանք իր դեղը եւ ինքը դառնա մեր դեղը։ Այս է խնդիրը։ Հանգարց մենք ուղղությունը գործեցինք։ Անորոշ հիշեցումը հոգուտ մեզի մեր բարիքին համար։ Բոլոր ազգերուն ասեք դեր ինքն է թակավոր, վերը արարիչներ, այստեղ նաև իր թակավորը լալու հանգամանքը, ինք երկրակուրտը հաստատեց այնպես որ չսասանի եւ ինք ժողովուրդները պիտի թադե, արարիչ է, թակավոր է եւ հիմա թադավորի հանգամանքը կներկայացնե եւ պիտի կա թադելու ուղամդությամբ, պիտի կա թադելու արդարությամբ, թող երկինքը ուրախանա, երկիրը ցնծա, Ձովը իր լման փոխանցության թող շարաչե հրճվանքով ինչու, որտեղ պիտի կա թադելու։ Պիտի կա թադելու եւ ոչ ուղեգսե թող երգիր, թող երգինք, թող ձով, ամբողջը ուրախանան։ Ինչու, որտեղ պիտի կա թադելու։ Որտեղ երբ որ Բողոս Արաքյալը կգարտան, Բողոս Արաքյալը կսե հետեւյալը։ Կսե այնպես ինչպես մենք, նույնպես կսե ամբողջ բնությունը Երգունքի մեջ է, ցավի մեջ է։ Որու պատճառով, մեր պատճառով։ Մարդուն անհնազանդության պատճառով, մարդուն գամագորության պատճառով, մարդուն Աստծո թեմ եղած այդ մեղքի պատճառով, նաև հետևանքը կգրե նաև բնությունը։ Անորոշ որ փուշ եւ դադասք պիտի փուսցուներ։ Եվ երկիրը քեզի փուշ եւ դադասք տա։ Որ կնշանակե իմ որպես մարդ արարածի ըրած մեղքս անհնազանդությունս իր ազդեցությունը հետևանք ունեցավ նաև բնության վրա։ Եվ անորոշ Բողոս Արաքյալը գսե հիմա բնությունն ալ կսպասե մեզի հետ երկունքի ցավի մեջ է կսպասե անոր ազատագրման որպեսի ազատագրվի այդ վիճակին ուրեմն ցնծացեք դուք ով ձով ով երգիր ցնծացեք որտեղ դերը գուկա թադելու եւ երբ որ գուկա թադելու գնշագե այլ վերջ գտնե այս բոլորը այսինքն պիտի կա բահը ինչի ձնընթափերության նոր կյանքի հիմա որ գտարավինք հիմա որ գներվինք գսե պատրաստվեցեք եւ այս նյութական ձովին նյութական երկնքին նյութական երկրին նյութական թաշտին եւ այլն անոր մեջ կարելի է նաեւ տեսնել խորհրդանշական ինչերը ազգերը պետությունները ժողովուրդները Ինչպես հայկություն ովանու քիրքը կներկայացնե մեզի, ով ժողովուրդներ, ով պետություններ, ով թագավորություններ, ուրախացեք, երբ որ բահը կհասնի, ինչի, Տիրոջ երկրորդ կառույցին, ինչու որտեղ պիտի կա ինչ ունելու, թադելու աշխարհը։ Եվ այդ Թադաստանը շատերուս համար ուրախություն է, որտեղ բահը պիտի հասնի, ալվերջ պիտի գտնեն այս բոլոր նեղությունները։ Իսկ ոմանց համար դխրություն է, որտեղ այդ նույն Թադաստանը պիտի վճիրը դա անոնց հավիտենական դանչանքին։ Հետևաբար ոչ կուղե եւ բնության եւ ամբողջ ստեղծագործության ուրախությամբ թիմավորելու։ Տաշտեր ձար ու ծաղիկներ թող զվարթանան, անդարին ձարերը թող որ ցնծությամբ երկեր Տիրոջ առջև։ Ինչու որ ահա գուկա աշխարհը թադելու։ Անիկա արդարությամբ պիտի կառավարի աշխարհը իր ճշմարտությամբ պիտի կառավարի ժողովուրդը։ Այսինքն իր Թադաստանը պիտի լա արդարությամբ եւ ճշմարտությամբ։ Հիմա մեզի կմնա այդ արդարության եւ այդ ճշմարտության դիմաց ինչպես պիտի գանտնենք մենք։ Եվ այսօր լավագույն առիթն է մեր անձերը խոնարհեցնելու եւ Աստծո խնդրելու ողորմություն։ Ինչպես գիտես Բողոս Արաքյալ։ Քանի հիմա ժամանակը մեր ցերկն է, օգտագործենք այդ ժամանակը։ Նախքան այդ քալուստը արդարությամբ եւ ճշմարտությամբ թադելու, հիմա օգտագործենք այդ ժամանակը եւ իր ողորմությունը խնդրենք, որպեսզի Աստված ողորմի եւ երբ որ կա ժամանակը արդարությամբ եւ ճշմարտությամբ թադելու, մենք կարենանք այդ Թադաստանը արդարացած դուրս գալու եւ այդ խոստացվածը ժառանգելու, որ հավիտենական կյանքն է։ Գմնա ադիգա յուրաքանչյուրին։ Եվ այսօր լավագույն օրն է, վաղը գրնա ուշը լա։ Սակայն այսօր լավագույն օրն է, մեր անձերը խոնարհեցնելու
եւ այդ խնդրանքը ներկայացնելու Աստծո։ Ով ետնավոր Հայր, ու ողորմությամբ եւ կտությամբ նայիր այսօր մեզ մեր յուրաքանչյուրին։ Ու ողորմությամբ եւ կտությամբ թքավե մեր մեղքերը։ Ինչ որ գադարեցին գիտակցաբար անգիտակցաբար։ Ինչ որ գադարեցին խորհրդով, խոսքով կամ գործով։ Քանի դու ինքդ խոստացար եւ սիր, եթե խոստովանիկ ձեր մեղքերը, արդար ու ճշմարիտ է դերը, որ կավե ու ները եւ ցես ցունեն ավելի ջերմագն է։ Ահա վասիկ ու ներկայությամբ մեր անձերը գխոնարեցնենք ով երտնավոր Հայր եւ գխոստովանենք մեր բոլոր մեղքերը ինչ որ գադարեցինք խոսքով, գործով կամ մտածումներով ու ողորմությամբ եւ կտությամբ նայիր քանի ժամանակը դակավի մեր ցերկն է օգտագործենք արիթը որովհետեւ հանգարց չլա թե երբ կաս արդարությամբ եւ ճշմարտությամբ թադելու ապա մենք չկարենանք կրկնել ու ողորմությամբ եւ կտությամբ նայիր Կավե մեր մեղքերը, ները մեր անցանքները, եւ մեզ արժանի է հավիտենական կյանքի ժառանգության։ Բահավան ամենայնի Քրիստոս աչքով հովանի, լիցի վերամեր իդվե եւ իքիշերի, ինստիլի դան, իգնալի ճանավար, իննջեր եւ իհարներ, զիմի երբեք սասանեցայց եւ ողորմյա քո արարածոց եւ մեզ բազմամեղածս։ Ամեն։